Բարև եղբայր, լավ է, Դուք ոնց եք։ նորմալ եղբայր։ Պարոն Փաշինյան, երկու հարց կարելի է ձեզ։ Իհարկե։ Ինձ հետաքրքիր է, դուք ոնց եք կարծում Հայաստանի Հանրապետությունում ուժեղ դուխով կամ հպարտ քաղաքացի մնացել է։ Իհարկե, լիքը։ Հա։ Չէ՞ բացի ձեր ղեկավար Դուք օրինակ։ Ես вообще դուխով չեմ Ինչի՞ չի զգացում որ արդեն հպարտել չեմ։ Ինչի՞։ Ես իմ երկրում իմ քաղաքում դուխով ու հպարտ Ինչի՞։ եմ։ Բայց դրսերը ոչ դուխով են, ոչ էլ հպարտ։ Դրսերը ինչ կապ ունի, ամեն երկրի է քաղաքացուն պետք է դուխով հպարտ լինի, դրսում քաղաքացին ինչի պետք է դրսով։ Մենք մեր երկրում հպարտ ենք, դուխով ենք։ Բա ես մեր երկրի պատասխանատուն եմ, բա դրսի պատասխանատուն ես Բայց եմ։ Հայաստանից ելնում ես դուրս, էլ դու ոչ դուխով ես, ոչ է հպարտ ես, Եղբայր։ որովհետև մնացածը արդեն դուխովաց է ու հպարտացել է։ Եղբայր, ուրեմն Ու այդ խաղաղությունը, պարոն Փաշինյան, որ ժամանակավոր բերել եք մեզ, որ այդ խաղաղությունը կապված է զուտ ձեր անձի հետ, որովհետև բազմից ես եւ դուք եւ մնացածը շեշտում եք, որ եթե դուք չլինեք, պատերազմ կլինի։ Բայց արդյոք մեզ պետք է այդպես խաղաղություն, եթե մի անձի հետ է կապված այդ խաղաղությունը։ Աստված ոչ արարած է, ես երևի թե այդ ձեր ասածից հետո ամեն օր աղոթում եմ, որ ձեզ բան չլինի, հանկարծ կռիվ չլինի։ Բա որ Աստված ոչ անի, ձեզ մի բան լինի։ Էլ всё, հա, խաղաղություն չի լինի։ Որ ավարտեք ես կարձագանքեմ։ Ավարտեցիք, վստահ եք։ Առաջին ամեն քաղաքացի դուխով ու հպարտ պետք է լինի իր երկրում։ Ուրիշ երկրում դուխով ու հպարտ պետք է լինի այդ երկրի քաղաքացին։ Մնացած երկրում մենք հյուրի կարգավիճակում ենք եւ դուխով ու հպարտ լինելու շատ լուրջ սահմանը, այսինքն որ մեկը գա մեր երկրում, մեկը գա ստեղ ուրիշ երկրից, իրան դուխով ու հպարտ պահի ձեզ դուր կգա։ Վաղը գալի պահում են։ Դրսինները, դրսին ով է գալիս, ով է գալիս, ով օրինակ ով է գալիս, պարսիկները, իրան գալիս են դուխով հպարտ են պահում, իրան գալիս են։ Նոր տարվա գիշերը Երևանում մենակ իրանք էին դուխով ու հպարտ նոր տարի անում։ Ոչ, դուք որտեղ եք եղել նոր տարվա գիշերը, որտեղ եք եղել դուք, եւ որ Երևանում որտեղ, ես հրապարակում կանգնած եմ եղել, այնտեղ 90%, մի րոպե, այնտեղ 90% եղել են Հայաստանի քաղաքացիներ եւ հյուրերը պահել են հյուրի նման, տանտերերը պահել են տանտիրոջ նման։ Ինչ վերաբերում է խաղաղությունը, ումից է կախված։ Մենք ընտրություններում հանդես են գալիս ժողովրդին ուղղված տեր կանգնի խաղաղությանը կարգախոսով։ Դա նշանակում է, որ մենք մարդկանց ասում ենք, որ խաղաղությունը ոչ թե ինձնից է կախված կամ մեր թիմից է կախված, խաղաղությունը կախված է ժողովրդից։ Եվ ժողովուրդը այս ընտրություններում խաղաղության իր կամքը պետքա ցույց տա։ Ինչպես պետք է ժողովուրդը իր այս ընտրություններում խաղաղության իր կամքը ցույց տա։ Իր կամքը պետք է ցույց տա, որ հանդես գալով խաղաղության ծրագրով եւ կարգախոսով հանդես եկող ուժերի օգտին, որովհետեւ այն ուժերը, ովքեր գալիս են, ասում են 29743 քառակուսի կիլոմետրով մենք չպետք է բավարարենք, այդ ուժերի հաղթանակը նշանակում է կոնֆլիկտ, նշանակում է պատերազմ։ Այն ուժերը, ովքեր պաշտոնական իրանց բաներով, բռներով, վիդեոներով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս քարտեզներով, այդ ուժերի իշխանության գալը նշանակում է կոնֆլիկտ եւ պատերազմ։ Մենք չենք ասում, որ խաղաղությունը կախված է մեզնից, մենք ասում ենք խաղաղությունը կախված է ժողովրդից եւ ժողովուրդը այս ընտրություններում պետք է խաղաղությունը տեր կանգնելու իր կամքը ցույց տա։ Լավ է եղբայր։ Իսկ ոնց եք մտածում, այս գնով խաղաղությունը ինչ գնով, նորմալ է։ Ինչ գնով։ Ինչ գնով, որ այս խաղաղությունը միշտ խաղաղությունը ձեռք ենք բերել, անկախություն ենք ձեռք բերել, պետություն ենք ձեռք բերել, մենք ֆորպոստից, մենք վասալից, մենք հպատակից դարել ենք պետություն, դարել ենք քաղաքացի։ Չէ, ինչ գնով։ Ինչ գնով։ Եթե մի ամեն օր ինձ ծեծեք, օրինակ, ամեն օր։ Ու ես սկսեմ դրանից հետո ձեզ ամեն ինչ տալ, բարձրաց չեք ծեծել։ Եթե շվեյք էլ եմ ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի, լավ է։ Հաջողություն, եղբայր։